Հանուն Հոր և Որդու և Ոգուին Սուրբո, ամեն։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ ձեզ և մեզ մեծ ավետիս։ Այսօր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հայտնության տոնն է։ Հայտնվեց մեզ Աստված, երկնքից երկիր իջավ։ Որևէ մեկը չէր կարող Աստծուն տեսնել ու ողջ մնալ։ Բայց մեր Տերը հայտնվեց և տեսան ու կենդանացան։ Առաջինը տեսավ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը։ Հովսեփը տեսավ, հովիվները տեսան, մոգերը տեսան և կենդանացան։ Հենց այս սքանչելիքի, այս հրաշքի համար էր, որ Աստված հայտնագործվեց։ Տիրոջ այս հայտնագործությունը, հայտնությունն ու ծնունդը փափագեցին տեսնել մարգարեները, մինչև Քրիստոս։ Տեսան, հոգու աչքերով տեսան, տեսիլքների մեջ տեսան, մտքի թռիչքի մեջ տեսան, բայց ոչ նյութական ու մարմնավոր աչքերով տեսան։ Եվ հենց մարգարեների մասին մեր Տերն ասաց, շատ արդարներ ու սուրբեր փափագեցին տեսնել ինչ որ դուք տեսաք, բայց չտեսան։ Իսկ այսօր հայտնվեց մեզ Տերը, Բեթխեհեմի քարայրում հայտնվեց։ Ինչու հենց Բեթխեհեմի քարանձավում հայտնվեց, որովհետև հենց դրան սպասում էր ու փափագում էր նախամայր Եվան։ Առաջին հանցանքը նախամայր Եվան գործեց։ Եվ Եվայի երկունքի ցավերով զավակ ծնելու պատիժը երկրորդ Եվան, Սուրբ Մարիամ Աստվածածինը իր վրա վերցրեց։ Որտեղ ծնեց Բեթխեհեմի քարանձավում, որտեղ Եվայի մասունքներն էին, նշխարներն էին, ոսկորներն էին, ըստ ավանդության, Սեմը Նոյի ավագ որդին, մարգարեաբար Եվայի ոսկորները տարավ և թաղեց Բեթխեհեմի քարանձավում։ Գիտեր Սեմը, Նոյի ավագ որդին էր, որ հետագայում փրկիչը այնտեղ պետք է ծնվի։ Եվ գիտեր նաև, որ Մարիամ Աստվածածնի ծննդյամբ Եվայի երկունքի զավակ ունելու պատիժը պետք է վերանա։ Ուրեմն առաջին մեղքը առաջին Եվայով մուտք գործեց և Սուրբ Աստվածածինը Մարիամը իր ծննդյամբ Եվայի երկունքի ցավելով զավակ ունենալու պատիժը վերացրեց։ Այսօր հայտնագործություն եղավ նաև հովիվներին, որովհետև հովիվները բարի մարդիկ էին, պարզ մարդիկ էին, արարչության, բնության ծնունդ էին հովիվները և իրենց սրտի պարզությամբ ու մաքրությամբ արժանի եղան նախ և առաջ հրեշտակներին տեսնելու։ Հրեշտակները երևացին հովիվներին, ոչ գիշերը հսկում էին, իրենց հոտերի պահպանությունն էին կատարում, աղոթում էին, և հրեշտակը երևաց նրանց և ասաց. գնացեք Դավթի քաղաքը Բեթխեհեմ, այնտեղ խանձարորի մեջ փաթաթված, մսուրի մեջ դրված մանուկ կգտնեք։ Եվ անմիջապես հրեշտակների մի մեծ բազմություն երկնքից իջան, փառաբանում էին Տիրոջը և ասում. փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ հաճություն։ Այս գեղեցիկ սքանչելի երգեցողությունը, հրեշտակների փառաբանությունը մնաց եկեղեցում և ամեն օր մենք ժամերգության ժամանակ փառքի բարձունս ենք երգում, հրեշտակային գոհաբանությունն ենք վերարակում առ Աստված։ Այսօր Բեթխեհեմի քարայրը եկան նաև իմաստուն մոգերը, Աստղի առաջնորդությամբ եկան
երկար ճանապարհ հաղթահարելով եկան։ Սրանք իմաստուն թագավորներ էին, որ 6 ամիս, ինչպես ավանդությունն է ասում, իրենց զորաբանակներով 12,000 զորքով եկան Հերովդես թագավորի մոտ եւ ասացին, որտեղ պետք է ծնվի հրեաների թագավորը։ Հերովդեսը զայրացավ, բայց վախեցավ։ Ինքն է թագավորը, ինչ նորածին մանուկ թագավոր։ Եվ կեղծավորաբար հայտնելով վայրը Հիսուսի ծննդյան, Հերովդեսն ասաց, «Երբ վերադառնաք, ինձ էլ իմաց տվեք, ես էլ գնամ երկար պագեմ նորածին թագավորին, բայց ուզում էր սպանել մեր տիրոջը»։ Եվ մոգերը իրենց շքախմբով եկան աստղի առաջնորդությամբ քարանձավի վերևում երկնքում երկնակամարում աստղը կանգնեց եւ մտան ու ընծայեցին իրենց նվերները ոսկի, կնդրուկ եւ զմուրս։ Ավետարանում մեր Տերն ասում է, երկնքի արքայությունը նմանվեց ագարակում թաքնված գանձի։ Երկնքի արքայությունը նմանվեց Բեթխեհեմի քարանձավում ծնված նորածին մանուկի եւ պետք է ամենաթանկարժեք նվերը տալ եւ այս իմաստուն մոգերը տվեցին ոսկի, որովհետեւ նորածին մանուկը թագավոր է, թագավորներին է ոսկին, տվեցին նաեւ խունկ կամ կնդրուկ, որովհետեւ նորածին մանուկը Աստված է, տվեցին նաև զմուրս, որ յուղ է անուշահան, որովհետև նորածին մանուկը նաև քահանա է, օծյալ է, և յուղով օծում են քահանաներին։ Ահա այս նվերները մարգարեաբար տվեցին մոգերը, խորհրդանշաբար ցույց տալով, որ նորածին մանուկը թագավոր է, Աստված է և քահանայապետ է, քահանա է, և այսպես մեծ ուրախություն տարածվեց։ Գնացին մոգերը, հրեշտակից պատվեր ստանալ չվերադառնալ Հերովդեսի մոտ, այլ գրանց իրենց երկիրը։ Եվ այսպես բարի լուրը Քրիստոսի ծննդյան մինչև օրս սերնդես սերունդ փոխանցվում է մեզ։ Այսօր մենք էլ եկեղեցում, տաճարում մի փոքրիկ Բեթխեհեմյան մանուկ Հիսուսին ենք գրկում և միասնաբար ուզում ենք, որ այդ հայտնագործությունը, այդ գյուտը, այդ հայտնությունը մեր սրտում էլ լինի։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ ձեզ և մեզ մեծ ավետիս։